Սուրբ ավազակը, հեղինակ Սեդա Ծատուրյան։ Շուկով ժամանակով մի ավազակ է լինում, որը մի օր հոգնում է կողոպտելուց, անվերջ այստեղ-այնտեղ թաքնվելուց ու որոշում է փոխել իր գործը, բայց այնպիսի գործ էր պետք իրեն, որ էլի ոչինչ չանելով գումար ունենար։ Նա շատ ուշիմ էր ու շուտով սկսում է աջ ու ձախ ման նման մի գործ։ Ախր այլ ձևեր էլ պետք է լինեն մարդկանց գրպանը մտնելու համար։ Միայն հո մենք գողերս չենք, այսպես բանիմաց, օդից փող ձեռք բերելու գործում, մտածում է ավազակը։ Նա ամեն տեղ է փնտրում ու մի օր էլ որոշում է գնալ ժամերգության։ Տեսնում է, որ քահանայի աղոթքից հետո մարդիկ մոտենում են քահանային, նախ ձեռքն են համբուրում, հետո գումար են գցում կողքին դրված արգղիկի մեջ։ Ինչ մեծ բախտավորություն, մտածում է ավազակը։ Ինչ է պետք անել։ Միայն լավ խոսքեր ասել ու հույս տալ մարդկանց, ու իրենք իրենց ձեռքով իրենց գումարը քեզ կտան, ու հետն էլ շնորհակալ ու հնազանդ կլինեն քո առջև։ Ուրեմն հենց քահանա էլ կդառնամ։ Ավազակը գտնում է մի սև սքեմ ու վեղար, մորուք է կպցնում, գտնում է մի գյուղ, որտեղ քահանա չի լինում, ու գնում է այնտեղ քահանա առճակում իրեն։ Որդիներ ու դուստրեր, մեծեր ու փոքրեր, լսել եմ, որ քահանա եք ուզում ունենալ։ Եկել եմ այսուհետ ձեզ քահանա լինեմ։ Թողել եմ քաղաքի լավ կյանքը ու եկել եմ այստեղ, քանի որ հավատավոր մարդիկ, որտեղ էլ ապրեն, իրավունք ունեն քահանա ունենալ։ Միայն թե լավ լսեք ինձ։ Բոլոր մեղքերից վեր պարսավանքն է ինձ համար ամենաներելին, ու եթե ինչ որ մեկը լինի, իհարկե նախանձով լի մեկը գա ու իմ մասին վատ խոսքեր ասի, չհավատաք, իսկ եթե հավատացիք նրան, ապա կգնամ ու դուք այլևս քահանա չեք ունենա։ Չէ, Տեր հայր, ինչ ես ասում, մենք այսքան տարի կարոտ ենք եղել ժամերգություն լսելուն, մեր երեխաները անկնունք են մնացել, թաղումներին ամոթից ելնելով հեռու տեղից ենք քահանա բերում, դու մեր գլխի վրա տեղ ունես, դու մեր աչքի լույսն ես, ինչի պիտի քեզ նեղացնենք։ Դե որ այդպես է, շատ բարի, օրհնած լինեք։ Ասում է արդեն Սուրբ ավազակը ու հայտարարում, թե առավոտյան վաղ գան պատարագի։ Մի հին գիրք, որ վաղուց մնացել էր կիսաքանդ եկեղեցում, վերցնում է, փոշին փչում ու սկսում է իբր կարդալ։ Եվ քանի որ լսել էր, թե քահանաները երգելով են կարդում, նա էլ էր այդպես վարվում, կիսատ պռատ կարդալով բառերը ու երկարացնելով եղած ամեն մի հնչյունը։ Մի քանի բառ էլ անգիր էր արել քահանաներից ու անդադ կրկնում էր. Օրհնած լինես որդյակ, օրհնած լինես դուստր, մեղա, Տեր ողորմյա, խաղաղություն ամենեցուն, ամեն։ Իսկ պատարագից հետո մարդիկ գալիս էին նախ համբուրում էին աջը, օրհնություն էին խնդրում, ապա գումարը գցում էին արգղիկի մեջ ու հեռանում։ Գնալով այս Սուրբ ավազակի ախորժակը ավելի է բացվում։ Մի օր էլ ասում է, թե տոհրնացներ, այսքան տարի աշխատել եք, ձեր ունեցած բերքը ոչ ոք չի օրհնել, բերեք օրհնեմ։ Բերում են օրհնում է, հետո թե բա, ինչ օրհնած է, եկեղեցունն է։ Մյուս օրը ոսկին ու արծաթն է ուզում, նույնպես օրհնում է ու ավելացնում. Աստված տվողին է տալիս։ Թե այս ձեռքդ տվեց, մյուսով էլ ետ կստանաս։ Ոսկին եւ արծաթը եւս պահում է իրեն, ու ոչ ոք ձայն չի հանում, քանի որ նախ չէին ուզում նեղացնել նրան ու մնային առանց տերտեր, ու հետո այդ ամենը եկեղեցու համար էր ու ամոթ էր, գուցե եւ մեծ մեղք անգամ, մտածելը, թե զուր են իրենց ունեցածը տալիս։ Շուտով Սուրբ ավազակը դառնում է հողատեր ու գյուղի մեծահարուստը, իսկ հավատացյալները հանուն աստվածահաճո գործի մշակում էին իր այգիները։ Այսպես անցնում է մի քանի տարի։ Օրերից մի օր գյուղի մոտով անցնում է մի հավատավոր ոստիկան ու հեռվից տեսնելով եկեղեցին որոշում է գալ մոտիկից այն տեսնել։ Եկեղեցին իրոք որ շատ հին էր երևում, եւ ի զարման ու ուրախություն իրեն ներսից պատարագ անող քահանայի ձայն էր գալիս։ Ներս է մտնում ու հետաքրքրությամբ հետևում է ժամերգությանը, ու քանի որ նա շատ էր մասնակցել պատարագներին, նկատում է, որ քահանան սխալ է կարդում, իսկ կարդացածն էլ սովորականից ավելի շատ է երկարացնում։ Կիսատ արտասանելով աղոթքը ժամանակից շուտ է մարդկանց հրաժեշտ տալիս, միայն թե չի մոռանում բոլորից գումար հավաքելը։ Այս ամենը շատ տարօրինակ է թվում նրան, իսկ երբ քահանան նկատում է ոստիկանին, գլուխը իջեցնում է ավետարանի վրա
ու իբր ինչ-որ բան կարդալով ինքն իրեն մրմնջալով հեռանում է։ Այստեղ արդեն պարզ էր, որ մի բան այն չէ, եւ ոստիկանը որոշում է թաքուն հետևել նրան։ Գնում տեսնում է, որ քահանան ուրախ մտնում է տուն։ Նա էլ պատուհանի արանքից տեսնում է, թե ինչպես է քահանան հանում իր մորուքը ու սկսում է հաշվել օրվա հանգանակած գումարը։ Այստեղ նա ավելի է զարմանում, երբ ճանաչում է այն ավազակին, որին վաղուց ման էին գալիս, իր բազում խարդախությունների ու գողությունների համար։ Որոշում է այդ օրը գիշերել գյուղում, իսկ առավոտյան ձերբակալել հանցագործին ու հետը տանել տալ արդարադատության ձեռքը։ Առավոտյան կանուխ բոլոր արթնացան ու գնացին եկեղեցի, պատարագ լսելու։ Երբ քահանան ավարտեց ու եկել էր գումար հանգանակելու ժամանակը, բոլորի հետ միասին մոտեցավ նաև ոստիկանը, բռնեց ավազակի ձեռքից եւ պահանջեց իր հետ գնալ, իսկ մարդկանց բացատրեց, որ նա իրականում քահանա չէ, այլ ավազակ, որ քողարկվել է քահանայի շորերի տակ, իրենց կողոպտելու եւ արդարադատությունից խուսափելու համար։ Այդ ժամանակ Սուրբ ավազակը դիմեց մարդկանց. Հիշում եք, թե ձեզ ինչ էի նախոսք ուշացնում։ Այս մարդը եկել է զրպարտում է ինձ, քանի որ անհավատ է եւ ուզում է, որ դուք էլ քահանա չունենաք եւ իր պես դառնաք անհավատ։ Թե հավատաք նրան, հիշեք ասածս, կգնամ, այլևս հետ չեմ գա։ Այդ ժամանակ բորբոքված ամբողը ծեծում ու դուրս է հանում ոստիկանին, ոչ միայն եկեղեցուց, այլ նաեւ գյուղից եւ կարգադրում են այլևս իրենց կողմերում չերևալ։ Խեղճ ոստիկանը գալիս ու այս ամենը պատմում է իր վերադասին։ Ավազակին գտել եմ, բայց հիմա նա սուրբ ավազակ է, որին հավատում ու պաշտպանում է մի ամբողջ գյուղ։ Շատ են մտածում, թե ինչ անել, ու որոշում են իրենցից մեկին քահանայի շորեր հագցնել, ուղարկել այդ գյուղ։ Գալիս է նոր քահանան, պատարագը ավարտվելու ժամանակ, եւ քանի որ ավազակը ոչ մի եկեղեցական կանոնակարգ չգիտեր, հայտարարում է, որ արդեն լրացել է 100 տարին, երբ քահանաները հավաքվում են մի մեկուսի քարանձավում, ծոմ պահելու եւ աղոթք անելու, որպիսի աշխարհի մեղքերը թեթևանան ու Աստված չպատժի մարդկությանը։ Դրա համար այդ գյուղի քահանան էլ պետք է գնա իր հետ։ Այս լսելով ավազակի սիրտը դող է ընկնում։ Հասկանում է, որ եթե գնա, մյուս քահանաների առջև կբացահայտվի իր կեղծ լինելը, իսկ եթե չգնա, քահանաները արդեն գիտեն իր տեղը ու այլևս իրեն հանգիստ չեն թողնի։ Ելքը մեկն էր, պետք էր փախչել։ Եղբայր իմ, իհարկե, ես չեմ մոռացել, որ պետք է հավաքվենք աղոթքի, հանուն բոլորի կատարած մեղքերի թողության, ասում է ավազակը, բայց ինձ մի օր ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանամ իմ օրհնությունը պաշխեմ գյուղի իմ հավատավոր հոտին ու հրաժեշտ տամ։ Շատ բարի, ուրեմն հենց վաղը առավոտյան կգնանք, պատասխանում է ծպտված ոստիկանը, որը շատ լավ հասկանում էր ավազակի մտադրության մասին։ Առավոտյան ավազակը վարձում է մի գյուղացու, բեռնում է սայլին իր կուտակած ոսկին ու թանկարժեք իրերը, ինքն էլ մտնում է դրանց արանքը ու մի մեծ ծածկոց է գցել տալիս սայլի վրա։ Ապա կարգադրում է քշել դեպի քաղաք, իսկ հարսնողներին ասել, թե ցորեն ու գարի է տանում շուկա ծախելու։ Ոստիկանը, որ վաղ էր արթնացել ու շատ ուշադիր էր բոլորի տեղաշարժին, նկատում է գյուղացու սայլը, իսկ սայլի տակից փայփլող ոսկին ու կանգնեցնում է նրան։ Բարի լույս, որդյակ, ուր ես գնում այսքան վաղ։ Բարի լույս, տեր հայր, ցորեն ու գարին եմ տանում քաղաք ծախելու։ Ինչպիսի պատահականություն, ինձ էլ հարկավոր էր ցորեն ու գարի, բայց գումարս հետս չեմ բերել։ Դու գնա քո բան ու գործին, ես ինքս կտանեմ սայլի իմ տուն կհասցնեմ ու գումարն էլ առած հետ կգամ։ Նա այնպես էր խոսում, որ ավազակը չլսեր իր խոսքերը։ Գյուղացին շատ չեմուչում արեց, բայց վախենում էր զայրացնել վանականին ու անեծքի բաժին լիներ, այնպես որ համաձայնեց։ Ոստիկանը սայլը քշեց ուղիղ դատարանի առջև ու վերջապես բռնեցին ավազակին, իսկ ոսկին ու գումարը վերադարձեցին գյուղացիներին։ Միայն թե գյուղացիներ չիմացան, թե ինչու են արժանացել այդ ոսկուն ու գումարին, ու ինչու իրենց քահանան այլևս չվերադարձավ։ Ճիշտ էր ասում մեր ազնիվ քահանան, Աստված տվողին է տալիս։ Ահա մի ձեռքով մեր հարստությունը տվեցինք եկեղեցուն, իսկ մյուս ձեռքով Աստված գիտի թե որտեղից ու ինչի համար ետ ենք ստանում այն։ Իսկ մեր խեղճ քահանան գնաց մեկուսի աղոթում է, որ Աստված մեզ միշտ քաղցր աչքով նայի։